Իրանը պատրաստ է նպաստել Աֆղանստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Աֆղանստանը և Պակիստանը պետք է լուծեն իրենց առկա տարաձայնությունները բարյադրացիական հարաբերությունների շրջանակներում և երկխոսության միջոցով։ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել երկխոսությունը խթանելու և երկու երկրների միջև փոխըմբռնումն ու համագործակցությունը ամրապնդելու գործում, հայտնել է նախարարը։ Գերմանական թերթի փոխանցման Վոլոդիմիր Զելենսկին դիվանագիտական սկանդալ է առաջացրել։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վադեֆուլին շնորհելով նրա կոչմանը չհամապատասխանող շքանշան։ Թերթը նշում է, որ Զելենսկին Վադեֆուլին շնորհել է երկրորդ աստիճանի արժանիքի շքանշան, մինչդեռ նա արժանացել էր առաջին աստիճանի արժանիքի շքանշանի։ Դաշնային արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Վոլոդիմիր Զելենսկու կողմից պարգևատրվել է երկրորդ աստիճանի արժանիքի համար շքանշանով, սակայն շքանշանի կանոնադրության համաձայն ինքնիշխան պետությունների նախարարները իրականում ստանում են առաջին աստիճանի շքանշան, նշվում է հոդվածում։ Ըստ կանոնադրության երկրորդ աստիճանը իրականում նախատեսված է կառավարության եւ խորհրդարանի ղեկավարների տեղակալների, նախարարների, կենտրոնական կառավարության այլ մարմինների ղեկավարների եւ դեսպանների համար։ Չինաստանը ուշադիր հետևում է Պակիստանի և Աֆղանստանի միջև ստեղծված իրավիճակին և կոչ է անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։ Չինաստանը ուշադիր հետևում է իրավիճակին, ընդգծել է պաշտոնյան։ Բրիտանացի և ֆրանսիացի դեսանտայինները ավարտել են այսպես կոչված կամավորների կոալիցիայի զորքերի Ուկրաինա հնարավոր տեղակայման նախապատրաստական աշխատանքները, եթե հակամարտությունը դադարի։ Այս մասին հաղորդել է Daily Telegraph-ը։ Թերթի տվյալներով ավելի քան 600 բրիտանացի դեսանտայիններ ֆրանսիական և իտալական զորքերի աջակցությամբ վարժական գործողություններ են անցկացրել Բրետանում։ Սա 9-օրյա Օրիոն վարժանքների մի մասն է, որոնք սկսվել են փետրվարի 24-ին, մոտ 2000 զինվորների մասնակցությամբ։ Թերթը չի ներկայացնում վարժությունների ավարտի մասին պնդումը հաստատող ապացույցներ, սակայն նշում է, որ բրիտանական զինված ուժերի թիվը հասել է մոտ 70,000 անձնակազմի, ամենացածր ցուցանիշը վերջին 200 տարվա ընթացքում։ Հրատարակությունը նաև նշում է, որ վարչապետ Քիր Սթարմերին զգուշացրել են, որ Մեծ Բրիտանիան ստիպված կլինի զորքերը դուրս բերել Էստոնիայից և Կիպրոսից մեկ բրիգադ ամբողջությամբ համալրելու համար, եթե այն անհրաժեշտ լինի վերաբաշխել Ուկրաինա։ Ռուսաստանին զսպելու առումով մեզ անհրաժեշտ է ևս 3-ից 5 տարի, որպեսզի կարողանանք դիմակայել լուրջ բախման խոշոր տերության հետ, մի հակամարտության, որը աշխարհագրորեն սահմանափակ է ձևով և մասշտաբով, թերթին ասել է պաշտպանության փոխնախարար Ալիստեր Կարնեսը։ Իրականությունն այն է, որ մեր զորքերը, անկախ նրանից դա մեզ դուր է գալիս թե ոչ, շատ առումներով չեն փոխվել 1990-ականներից ի վեր, ընդունել է փոխնախարարը։ Ռուսաստանը կոչ է անում Աֆղանստանի և Պակիստանին հնարավորինս շուտ դադարեցնել փոխհրաձգությունները և լուծել տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով, հաղորդում է Աֆղանստանում Ռուսաստանի նախագահական հատուկ ներկայացուցիչ և արտաքին գործերի նախարարի խորհրդական Զամիր Կաբուլովին։ Կաբուլովի խոսքով մենք կողմնակից ենք փոխհրաձգությունների վաղ դադարեցմանը և տարաձայնությունների դիվանագիտական կարգավորմանը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կարող է միջնորդության ծառայություններ տրամադրել, եթե երկու կողմերն էլ դիմեն դրա համար։ Պաշտպանության նախկին նախարար ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի կնոջը Ռուզաննա Խաչատրյանին վերաբերող գործը մուտք է եղել դատարան փետրվարի 26-ին։ Գործը մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին։ Մեղադրանքի առաջադրվել նաև Ռուզաննա Խաչատրյանի ազգականներ Աննա Բադալյանին և Կարինե Մարգարյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս համակարգից։ Սեյրան Օհանյանի կնոջը Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանին մեղադրանքի առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի և Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով։ Ինչպես նաև 2022 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ իր կողմից ներկայացված հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով երկու անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը։
Բաքուն գործում է միջազգային արդար դատավարության սկզբունքների դեմ, այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում ստատուս քվո հաղորդման շրջանակում ասել է Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ փաստաբան Սիրանուս Սահակյանը։ Նա նաև մեկնաբանել է Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որոշումը, ըստ որի նա չի բողոքարկելու Ադրբեջանի ապօրինի վճիռը։ Եվ մենք միջազգային պրակտիկայում էլ չունենք դեպք, երբ ինքնորոշման իրավունք իրացրած լիդերները ենթարկվեն քրեական պատասխանատվության, ահաբեկչության կամ պատերազմական հանցագործությունների համար։ Եվ մենք տեսնում ենք նաև կոլեկտիվ պատասխանատվություն, ինչը մերժված է քրեական իրավունքում, որտեղ քրեական իրավունքը պահանջում է դուրս բերել անհատական գործողությունները, որոնք կատարվել են անձի կողմից եւ յուրաքանչյուր գործողության առնչությամբ առկա է անձի մեղքը։ Հիմա այս պարագայում, այո, շատ կոնկրետ, պետք է մեղավորությունը յուրաքանչյուր արարքի դրվագի հետ հիմնավորված լինի։ Տվյալ պարագայում մենք տեսնում ենք, որ անգամ 90-ական թվականների գործողությունները դրված են Ռուբեն Վարդանյանի դատավճռի հիմքում, մեղսագրված են Ռուբեն Վարդանյանին, եւ սա հիմք է տալիս պնդելու, որ գործ ունենք ոչ թե անհատականացված պատասխանատվության, այլ հավաքական պատասխանատվությունը կոնկրետ անձանց վերադնելու երևույթի հետ, Հայրենիքը որոշել է չմասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիք կուսակցությունը, որում ասվում է. Հայրենիք կուսակցության գործադիր մարմինը փետրվարի 26-ի նիստում բազմակողմանիորեն քննեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, արկա ներքին եւ արտաքին մարտահրավերները, ինչպես նաեւ նախընտրական փուլին բնորոշ զարգացումները։ Նպատակ ունենալով հնարավորին նպաստել ընդդիմադիր ձայների համախմբանը եւ մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող արհեստական դաշինքների եւ կամ միավորումների ձևավորման ճանապարհով, կուսակցության գործադիր մարմինը որոշեց չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին, կուսակցության անդամներին, համակիրներին եւ աջակիցներին առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին ըստ սեփական նախընտրության։ Հետևողականորեն շարունակել Հայրենիք կուսակցության զարգացման գործընթացը կուսակցաշինության բոլոր ուղղություններով։ Պակիստանի եւ Աֆղանստանի սահմանին զինված բախումներ են սկսվել։ Այս մասին հայտնել է 201-րդ բանակային կորպուսից Թալիբան շարժման խոսնակ Խալիբ Իբն Վալիդը։ Նրա խոսքով աղվանական ուժերը երկրի արևելյան նահանգներում պատասխան գործողություններ են սկսել պակիստանյան զորքերի դեմ։ Գործողության ընթացքում ըստ տեղեկությունների արդեն գրավել են թշնամու 3 սահմանային կետեր։ Բախումները տեղի են ունեցել Աֆղանստանի Նանգարհար նահանգի Նազիան շրջանում, Դուրանդ շփման գծի մոտ, որը երկու երկրների միջև փաստացի սահմանն է։ Ըստ աֆղանական կողմի գործողությունը Պակիստանի կողմից իրենց տարածքին հասցված օդային հարվածների պատասխանն է։ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ մարտերը տարածվել են մի քանի սահմանային շրջաններում։ Թեհրանը մտադիր չէ ընդունել Վաշինգտոնի պահանջները իր միջուկային ծրագրի լիակատար ապամոնտաժման կամ հարստացված ուրանը Միացյալ Նահանգներին փոխանցելու վերաբերյալ, հաղորդում է Ալ-Ալամ հեռուստաընկերությունը, հղում անելով անանուն իրանցի պաշտոնյային։ Ուրանի հարստացման լիակատար դադարեցման, միջուկային օբյեկտների ապամոնտաժման եւ հարստացված ուրանի պաշարների դուրսբերման սկզբունքը բացարձակապես անընդունելի է, հայտնել է նա։ Հայտարարությունը հնչել է Իրանը-ամերիկյան միջուկային բանակցությունների վերջին փուլի ֆոնին, որը տեղի է ունեցել 5-շաբթի օրը Ժնևում։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել Իրանի դեմ ռազմական ուժի հնարավոր կիրառման վերաբերյալ առաջարկներ։ Այս մասին հայտնել է ամերիկյան Axios պորտալի եւ իսրայելական Channel 12 հեռուստաալիքի թղթակից Բարակ Ռավիդը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։ Նա նշել է, որ Քուփերը 5-շաբթի օրը նախագահ Թրամփին տեղեկացրել է Իրանի դեմ ռազմական տարբերակների մասին։ Ռավիդը չի մանրամասնել, թե արդյոք ամերիկյան կողմը որևէ որոշում է կայացրել այս հարցի վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ բրիտանական զորքերի տեղակայումը Ուկրաինայում կնպաստի ռազմական հակամարտության ձգձգմանը եւ կմեծացնի դրա մասշտաբները։
Բրիտանական զորքերի տեղակայումը Ուկրաինայում չի նշանակում պատերազմը վերջացնելու հնարավորություն։ Այն կբերի հակամարտության երկարացման եւ լայնամասշտաբ ռազմական բախումների ռիսկերի աճի, որոնց կարող են մասնակցել ավելի շատ պետություններ, նշել է Զախարովան, մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի կարծիքը զորքեր Ուկրաինա ուղարկելու ցանկության մասին։ Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածը դժվար թե սպառի ԱՄՆ-ի զինանոցը կամ լուրջ վտանգի ենթարկի ամերիկացի զինծառայողներին։ Նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Պերենջիևը, մեկնաբանելով թեման ռուսական մամուլին։ Նրա խոսքով ԱՄՆ-ի ռազմական ռեսուրսների իրական ծավալը պետական գաղտնիք է, սակայն դժվար է ենթադրել, որ Իրանի դեմ գործողությունները կբերեն սպառազինության պաշարների սպառման։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները մերձավոր արևելքում ունի բազմաթիվ ռազմաբազաներ, սեփական ռեսուրսներով, ինչպես նաև կարող է օգտվել Մեծ Բրիտանիայի եւ այլ արևմտյան երկրների հնարավորություններից։ Վերջինս նաև ենթադրել է, որ հնարավոր դեֆիցիտի մասին հրապարակումները կարող են լինել նպատակային տեղեկատվական արշավ, հասարակական կարծիք ձևավորելու համար։ Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիվ Չաղաթայ Քլչը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովայևի հետ։ Նշվում է, որ Խովայևի գլխավորած պատվիրակության հետ քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները։ Բացի այդ, կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև մնայուն խաղաղության հաստատմանը միտված կարգավորման գործընթացին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են։ Այս մասին հայտնել է Աննա Հակոբյանը, նշելով, որ հեռանում է կառավարական առանձնատնից։ Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ։ Ինչպես արդեն հայտարարել էի, իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է, թեև որոշակի խառնաշփոթ առաջացավ պայմանավորված այն հանգամանքով, որ ես նշել էի քաղաքացիական ամուսնությունը, իսկ ես նշել էի այդպես, որովհետեւ մենք այլ ամուսնություն չունենք։ Այսօր փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը, բայց քանի որ շատ սպասելի է, որ առաջիկայում տաքսիստները, տաքսու վարորդները տարբեր անհայտ անձինք տրանսպորտներում վստահաբար տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես թե ոնց եմ ես այս տունը վերցրել հիմքից եւ հետս տարել, անհրաժեշտ եմ համարում մի քանի փաստ անձամբ ձեզ տեղյակ պահել։ Փաշինյանը եւս անդրադառնալով ամուսնալուծությանը նշել է. Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով։ Վերջին 30 տարին իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։ Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում, հավելել է Փաշինյանը։ Մայիսի 1-ից Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-ից 20%-ով։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ընտրություններից առաջ հերթական լավ լուրը հայտնելով։ Ուզում եմ մի շատ լավ լուրով ձեզ հետ կիսվել։ Վերջին 3 տարիների ընթացքում արդեն երկրորդ անգամ Երևանի քաղաքապետարանը ունենում է հնարավորություն անդրադառնալու մեր մանկապարտեզներում աշխատակիցների աշխատավարձին։ Եվ հիշեցնեմ, 2024 թվականին մենք բարձրացրեցինք մեր մանկապարտեզներում աշխատակիցների աշխատավարձը 15-ից մինչև 31%-ով։ Այս տարի մայիս ամսից սկսած մենք բարձրացնելու ենք 15-ից 20%-ով մեր աշխատակիցների աշխատավարձերը եւ հազարավոր աշխատակիցներ ունենալու են նաեւ նոր հնարավորություններ, մասնավորապես մեր դաստիարակները եւ բոլոր տնօրենները ունենալու են հնարավորություն արդեն 200,000 դրամ նվազագույն շեմը անցնելով առողջապահական ապահովագրության փաթեթներից օգտվելու։ Այսօր դրանում է Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցը 1988 թվականի փետրվարի 27-ին խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ եւ բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի կոտորածները, հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով։ Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում կանայք, երեխաներ եւ ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին։
Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Չեպան հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման տեղափոխումը տեխնիկական բնույթ ունի։ Նրա խոսքով գործընթացը շարունակվում է աշխատանքային ռեժիմով եւ տեղային ու կազմակերպչական հարցերն են դարձել ժամանակացույցի փոփոխության պատճառ։ Չեպան ընդգծել է, որ կողմերը քայլ առ քայլ շարժվում են առաջ եւ որոշ հարցերում արկա տարաձայնությունները պետք է հարթվեն, որպեսզի հետագա հանդիպումները լինեն առավել բովանդակային։ Նրա խոսքով հետաձգման մեջ պետք չէ դրական կամ բացասական ենթատեքստ որոնել։ ԱՄՆ-ն մտավախություն ունի։ Իրանի դեմ հնարավոր հարվածը կարող է հանգեցնել զոհերի ամերիկացի զինծառայողների շրջանում, ինչը քաղաքական ռիսկեր կծնի, հաղորդում է Politico-ն։ Բացի այդ, Վաշինգտոնը մտավախություն ունի, որ շարունակական հարվածները կարող են սպառել զինամթերքի պաշարները, ինչն էլ կարող է ԱՄՆ-ին թողնել ավելի խոցելի, հատկապես Չինաստանի եւ Թայվանի առնչությամբ։ Վաշինգտոնը հույս ունի, որ Թեհրանը կվերադառնա բանակցությունների եւ կընդունի արդար ու հավասար միջուկային համաձայնագիր, մինչդեռ Իրանը պարբերաբար հայտարարում է, որ չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել։ Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու դեպքում Ռուսաստանը կարող է իրավական հիմք ստանալ հարվածներ հասցնելու ոչ միայն Կիևին, այլև Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային։ Այսպիսի գնահատական է տվել իտալական թերթը, անդրադառնալով հնարավոր սցենարներին։ Պարբերականի վերլուծության համաձայն Կիևի նույնիսկ մեկ կամ մի քանի միջուկային մարտագլխիկների փոխանցումը կդառնա հակամարտության էսկալացիայի կտրուկ փուլ, մեծացնելով միջուկային տերությունների միջև ուղիղ ռազմական բախման վտանգը։ Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինի հիման վրա Մոսկվան կարող է կիրառել ինչպես տակտիկական, այնպես էլ ռազմավարական զինատեսակներ, ընդլայնելով հնարավոր թիրախների շրջանակը։ Թերթը նաև ընդգծում է, որ նման քայլից հետո Եվրոպան կարող է հայտնվել վերադարձի կետից անդին իրավիճակում, քանի որ հակամարտության մեջ անմիջապես կներգրավի նաև Միացյալ Նահանգները։ Իռլանդացի լրագրող Ջեյ Բոուզը սուր արձագանք է հայտնել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարություններին, նշելով, որ Կիևը պարտություն է կրում բոլոր ճակատներում, մինչդեռ երկրի ղեկավարը խոսում է հաղթանակի մասին։ Նա պնդել է, որ Զելենսկին անտեսում է Ուկրաինայում ստեղծված ծանր իրավիճակը եւ թվարկել է իր գնահատմամբ առաջացած խնդիրները։ Մեծաթիվ զոհեր, տնտեսական ծանր դրություն, բնակչության սոցիալական անկում, ուժային կառավարման խստացում եւ կոռուպցիոն սկանդալներ։ Եթե սա է հաղթանակը, ապա ինչպիսին է պարտությունը, հայտարարել է լրագրողը։ Վրաստանը չի պատրաստվում սահմանել պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, քանի որ դա հակասում է երկրի ազգային շահերին եւ չի հանգեցնի Մոսկվայի թուլացմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։ Մենք չենք կարող եւ չենք պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, քանի որ դա իրականում որևէ ազդեցություն չի ունենա Ռուսաստանի վրա, նշել է դիվանագետը։ Նրա խոսքով նման քայլը երկրի համար կստեղծի լուրջ անվտանգության ռիսկեր։ Վերջինս նաև ընդգծել է, որ արևմտյան պետությունները հրաժարվում են Թբիլիսիին տրամադրել անվտանգության հստակ երաշխիքներ։ Հյուսիսային Կորեան առաջիկա 5 տարիների ընթացքում աշխատելու է նոր գաղտնի ռազմավարական զենքի մշակման եւ տեղադրման ոլորտում, հայտարարել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը։ Նա նշել է, որ սկսվելու է աշխատանք ցամաքից ու Սուզանավից արձակվող միջմարտցամաքային բալիստիկ հրթիռային համակարգերի, արհեստական բանականությամբ ղեկավարվող անօդաչու հարվածային համակարգերի, հակաարբանյակային հատուկ զենքերի, էլեկտրոնային պատերազմական համակարգերի եւ առաջադեմ հետախուզական արբանյակների մշակման ոլորտում։ Նախատեսվում է տարեկան ավելացնել ռազմավարական համակարգերը հակառակորդներին զսպելու համար, ներառյալ 600 մմ եւ 240 մմ բազմակի հրթիռային համակարգերը։ Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում զինվոր է մահացել։ Պաշտպանության նախարարությունը դեռևս պաշտոնական հաղորդագրությամբ չի ներկայացել։ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել, որով կապահովի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը։ Ըստ այդմ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները եւս 3 ամիս կստանան սոցիալական աջակցություն 300,000 դրամի չափով, որի համար թիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թվականի մարտի 20-ը ներառյալ։
Վահագն Չախալյանի կալանքը փոխվել է տնային կալանքով։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում է կայացրել հասարակական գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխել տնային կալանքով։ Դատարանի նշած հասցեում գտնվող տանը Չախալյանը չի կարող հյուրեր ընդունել բացառությամբ մերձավոր ազգականների, ընտանիքի անդամների, պաշտպանների։ Տնային կալանքի ընթացքում վերահսկողությունն իրականացվելու է էլեկտրոնային միջոցներով։ Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը մեղադրյալ է Բագրատ Սրբազանի եւ 17-ի գործով։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տեր Երեմիա Քահանա Սարգսյանը եւ Տեր Դանիել Քահանա Մկրտչյանը ծառայության են կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմում։ Տեր հայրերը նախկինում հոգեվոր ծառայություն էին իրականացնում Գեղարքունյաց թեմում։ Վախճանվել է Բարսեղ ծայրագույն վարդապետը, այս մասին տեղեկանում են Երուսաղեմի հայոց պատրիարքարանից։ Սուրբ Հակոբ տաճարի նվիրված կարեկից եւ զգոմ պահապան հանգուցյալ ավագ քահանա Բարսեղ Քալեմդերյանի հուղարկավորությունը տեղի կունենա հետեւյալ կերպ. Մարտի 2-ին երեկոյան պատարագից հետո Սուրբ Հակոբ տաճարում եւ մարտի 3-ին ժամը 09:00-ին Սուրբ Հակոբ տաճարում կմատուցվի սուրբ եւ անմահ պատարագ, որի ընթացքում կկատարվի վերջին խորհուրդը։ Ծեծկրտուք է տեղի ունեցել Վանաձորում, երկու եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Փետրվարի 22-ին ժամը 22:40-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ երկաթի խողովակի վրա վայր ընկնելու հետևանքով ակնագնդի տրավմատիկ վնասված կանխորոշմամբ Վանաձոր բժշկական կենտրոն է տեղափոխել Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշակ Ան, իսկ քիչ անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արտակ Ան գլխի գագաթակունքային կոտրվածք ձախից, կրծքավանդակի ձախ կեսից կտրած չթափանցող վերք վնասվածքներով։ Տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 22-ին ժամը 22:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ուսանողական 5 հասցեի մոտ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Լոռու մարզի բնակիչներ 22-ամյա Տիգրան Բ-ի, 50-ամյա Մարտիկ Ռ-ի, 22-ամյա Արմեն Ռ-ի, 26-ամյա Ասատուր Ռ-ի, իսկ մյուս կողմից Արշակայի եւ Արտակայի միջև, որի ընթացքում Ասատուր Ռ-ն դանակով հարվածներ է հասցրել Արշակային եւ Արտակային, պատճառելով վերոհիշյալ վնասվածքները։ Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Բ-ին, Ասատուր եւ Արմեն Ռ-երին ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ըստ տեղեկությունների Արտակ եւ Արշակայերը հարազատ եղբայրներ են։ Իրանը լիովին պատրաստ է եւ խաղաղ եւ ռազմական սցենարի, բայց նրա նպատակը հակամարտությունը կանխելն է։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Մենք լիովին պատրաստ ենք երկու տարբերակներին՝ պատերազմի, Աստված մի արասցե եւ խաղաղության, ասել է նախարարը։ Վերջինս նշել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները եւ Իրանը ի վիճակի է արդյունավետորեն պաշտպանվել։ Նա հավելել է, որ Իրանը շատ դասեր է քաղել վերջին պատերազմից եւ հետեւաբար ավելի լավ է պատրաստված։ Եվ սա ի դեպ նշանակում է, որ նպատակը պատերազմը կանխելն է։ Երբ դու պատրաստ ես պատերազմի, կարող ես կանխել այն, ասել է նա։ Արաղչին ընդգծել է, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի համար ռազմական լուծում չկա։ Իրանը հրապարակել է ծանոցում օդային առաքելությունների համար հրամանագիր, որով հայտարարվում է, որ անօդաչու թռչող սարքերը կօգտագործվեն գետնից մինչև 10,000 ոտնաչափ բարձրության վրա, Ադրբեջանի հետ սահմանի մոտ։ Այս ծանոցումը նշանակում է, որ Իրանի օդային տարածքը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ամբողջ ծովային գոտում փակ է բոլոր թռիչքների համար։ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը հայտնել է, որ Պեկինը հույս ունի, որ ԱՄՆ-ն չի սկսի ռազմական գործողություններ Իրանի դեմ։ Հույս ունենք, որ բոլոր կողմերը առաջնահերթություն կտան խաղաղությանը, հանդես կգան զսպվածորեն եւ կլուծեն տարաձայնությունները բանակցությունների միջոցով։ Նշել է նա, պատասխանելով այն հարցին, արդյոք Չինաստանը կհետաքրքրվի Թեհրանի պաշտպանությամբ ԱՄՆ-ի հարձակման դեպքում։ Վերջինս նաև հավելել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակել գործել ներկայիս իրավիճակում եւ ուշադիր հետևում է Իրանի շուրջ զարգացումներին։ Նա հավելել է, որ Չինաստանը ավանդաբար բարեկամական հարաբերություններ է պահպանում Իրանի հետ եւ աջակցում է իրանական կառավարությանը եւ ժողովրդին, պահպանելու ազգային կայունությունը եւ օրինական իրավունքներն ու շահերը։ Միջազգային հարաբերությունները քաոս են ապրում եւ արմատական փոփոխություններ են տեղի ունենում։ Համաշխարհային անվտանգության հիմքերը ցնցվում են Միացյալ Նահանգների գերիշխող քաղաքականության պատճառով։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Այսօր աշխարհը բոլորովին տարբերվում է ընդամենը 5 տարի առաջվա աշխարհից եւ միջազգային հարաբերությունները մտել են քաոսի եւ արմատական փոփոխությունների հորձանուտի մեջ։
Միացյալ Նահանգների գերիշխող քաղաքականության եւ կամայական գործողությունների պատճառով անվտանգության հիմքերը ցնցվում են երկրի վրա ամենուր եւ զինված բախումները շարունակվում են։ Միջազգային իրավիճակը գնալով ավելի քաոսային, անկայուն եւ անկանխատեսելի է դառնում։ Ընդգծել է ԿԺԴՀ նախագահը։ Կիմ Չեն Ընը նշել է, որ հենց արևմտյան ուժերն են Միացյալ Նահանգների գլխավորությամբ բացահայտորեն խախտում այլ պետությունների ինքնիշխանությունը եւ կոպտորեն անտեսում միջազգային իրավունքը։ Ըստ նրանք ստեղծել են համաշխարհային անվտանգության ճգնաժամ, քաղաքական եւ տնտեսական անկարգություն եւ քաոս տարբեր երկրներում, ինչը աննախադեպ է սառը պատերազմի ավարտից ի վեր։ ԱՄՆ իշխանությունները քննարկում են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության հարցը, երկիրը գլխատելու նպատակով, հաղորդում է Politico-ն, հղում անելով աղբյուրներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները վստահ են, որ ԱՄՆ-ն կռմբակոծի Իրանը։ Մեկ այլ աղբյուրի համաձայն ԱՄՆ-ն նույնպես քննարկում է Թեհրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Ըստ թերթի Վաշինգտոնի վարչակազմին մոտ կանգնած առնձինք կարծում են, որ ԱՄՆ-ի համար ավելի ձեռնտու կլինի, եթե Իսրայելը առաջինը հարված հասցնի Իրանին։ Ըստ նրանց, Իսրայելի հնարավոր հարձակումը կհանգեցնի այնպիսի պատասխանի, որը Վաշինգտոնին կտա պատրվակ հակամարտության մեջ մտնելու համար։ Վարչակազմի ներսում եւ շրջակայքում կա տեսակետ, որ քաղաքականապես ձեռնտու կլինի, եթե Իսրայելը առաջին հարվածը հասցնի, որին իրանցիները կպատասխանեն նույն կերպով եւ մեզ ավելի շատ խթան կտան գործելու, թերթին ասել է աղբյուրներից մեկը։ Ոստիկանության նախկին պաշտոնյա Հովհաննես Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանն առանց որևէ հիմնավորման 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից AI-ին եւ տեղափոխել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Մինչև 1 միլիոն դրամի չափով անձնական փոխանցումները ենթակա չեն հայտարարագրման։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը եւ մանրամասնել չեք հայտարարագրի ստացվող վարկերի գումարները։ Առանց գումարային սահմանափակման ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 1 միլիոն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, առևտրային կազմակերպություններից միանվագ մինչև 1 միլիոն դրամը ներառյալ անհատույց ստացվող ակտիվները։ Ժառանգության եւ նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ մինչև 1 միլիոն դրամ արժեքով ստացվող գույքը եւ դրամական միջոցները։ Նախարարը նաեւ նշել է, որ այս տարվանից սկսած թոշակառուները եւս պետք է հայտարարագիր լրացնեն եւ 2026 թվականին պետք է հայտարարագիր ներկայացնեն 2025 թվականի համար։ Եթե տվյալներ հավելելու կարիք չկա, ապա հայտարարագիրը կլրացվի ինքնաշխատ։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում փետրվարի 27-ից 28-ին մարտի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Գիշերը ձյան, ցերեկը ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 1-ի ցերեկը 2-ից 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում փետրվարի 27-ից 28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-ից 28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան, առանձին հովտային շրջաններում ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ, մարտի 2-ից 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ից 28-ին աստիճանաբար կնվազի 8-ից 12 աստիճանով։